քիչ կամ շատ աղոթելու մասին։ Երկար ժամանակ շատ զորավոր հավատքով աղոթում էի մի երիտասարդի համար, ով բռնված էր ալկոհոլի ոգուց։ Օգտագործում է ամեն օր, մի օր քիչ, մյուս օրը շատ, կարևոր չի։ Եղավ պահ, որ թևաթափ եղա և այսպես ասած բողոք աղոթք բարձրացրի Տիրոջ առաջ արտասվելով, թե ինչու է այսքան ժամանակ էդ մարդը չի թողնում խմելը, այսքան զորավոր ամեն օր աղոթում եմ։ Տերը լսեց այդ թևաթափ աղերսս և ստացա այսպիսի պատասխան. «Զավակս, երկնքում ձեր ամեն հոգսի խնդրի համար անոթներ են դրված, որոնք լցվում են ձեր աղոթքներով, և երբ լցվում են այդ անոթները, իմ հրեշտակները շրջում են այն ձեր հոգսի վրա լցնում և օրհնում: Ես հարցրի Աստծուն, թե դրանք ինչ չափեր են, ինչպես է որոշվում այս կամ այն անոթի չափը, որի մեջ լցվում են աղոթքները: Տերը պատասխանեց այսպես. «Անոթի չափը տվյալ մեղքի կարծրության չափն է, թե քանի սերունդ է փոխանցվել»: Եվ այդ պահին հոգուս մեջ տեսա այդ երիտասարդի նախնիներին: Պապը իսկական ալկոհոլիկ էր, ում ես անգամ ճանաչել եմ: Պապի հոր մասին էլ լսելով գիտեի, որ մինչև մահ սպիրտային խմիչքների հետ կապված է եղել: Ես քաջալերվեցի